Հարկերը հայրենագիստներ գողջունենք ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Այսօրվա մեր ճշմարտության խոսքը գտնվի Արագած գրքի մեջ 4-րդ գլուխ 20-րդ համարեն ահավասիկ ինչ կսե։ Երբ գիտեք Արագած գիրքը մեզի դա իմաստության խոսքեր, ուղղության խոսքեր։ Որտյագին մդի գրե իմ խոսքերս։ Քու ականջներդ իմ խոսքերուս դուր։ Անոնք քու աչքերուդ արջևեն թող չհերանան։ Զանոնք քու սրդիդ մեջ բահե։ Վասնզի անոնք ցանկ են զանոնք գտնողներուն։ Եվ անոնց մարմինին բժշկություն։ Ամեն ըսկուչությունով քու սիրտդ բահե, քանզի ցանկի աղբյուրները անգեին։ Ձուր բերանը քեզ մե մեկտի ըրե ու անիրավ շրթունքները քեզ մե հերացուր։ Սիրելուն ընտիրներ, ահավասիկ կտեսնենք Սուբկիրքը մեզի գհրավիր է, որ մեր բոլոր էությունը հանձնվի Աստծո խոսքին։ Ոչ թե միայն մեր սիրտը, այլ գսե քու ականջներդ, քու աչքերդ, քու բերանդ, քու ցերկդ, քու էությունդ։ Երբ որ մեր սրտերը, մեր մտքերը Աստծո խոսքին դահարենք, այնադեն մեր բոլոր էությունը կփոխվի։ Գսե որտյակին գսե իմ խոսքերուս ականջ թիր։ Ականջ թիր իմ խոսքերուս։ Հետաքրքրություն մտիր իմ խոսքերուս։ Եթե մեր ականջները գտարցնենք դեպի Աստված, հետո այդ ականջները այդ խոսքերը որ պիտի լսեն, պիտի կան մեր սրտերը պիտի լեցնեն Աստծո խոսքերով։ Հետո պիտի սկսի մեր բերանները փոխվելու։ Մեր բերաններում մեջ են պիտի սկսի օրտնապեր խոսքեր դուրս գալու։ Եվ անգևերջ նաև սիրելիներ, մեր մարմիններուն բժշկություն գալու պիտի սկսի։ Այո, մեր մարմինները երբեմն հիվանդության եւ գաբանքներու մեջ է, քանի որ մեր սրտերը սիրելիներ դադարկ են Աստծո խոսքով։ Երբ մեր սրտերը գլցնենք Աստծո խոսքով, ականջ տալով Աստծո խոսքին, այնադեն մեր բոլոր էությունը բոլորովին կփոխվի եւ այնադեն մեր մեջ են հրճվանք, ուրախություն, փառապանություն գելե եւ հոն մարմինը նաեւ կփոխվի, կբժշկվի։ Հիմա ոտքս այսօր այդ է, որ քու սիրտդ բոլորովին դիրոջ հանցնես։ Ականջ տաս Աստծո խոսքին, ինչպես հիմա գնես։ Եվ այդ խոսքը թույլ դու որ մտնա սրտերուդ մեջ, սրդիդ մեջ եւ քեզ բոլորովին ճշմարիտ ուղղության ջանքու մեջ տանի, որբեսի քու մարմինդ բժշկվի, քու բերանիդ փառակիտությունը փոխվի, քու սրդիդ մտածումները նորոգվին եւ Աստծո հաճելի մարդ ըլլաս այս աշխարհին մեջ։ Դեր օրտեցես ցտեսություն։